Ողջույն բարեկամներ, այսօր մի փոքր կխախտեմ հերթականությունը նորությունների մատուցման, դուք գիտեք, որ ես միշտ սկսում եմ հայկական նորություններով, քաղաքական նորություններով, կարևոր նորություններով, այսօր կրկին կարևոր նորություններով եմ սկսելու, բայց ոչ հայկական, իսկեն մեզ էլ ավերաբերվում, երևի առաջին հերթին մեր ավերաբերվում, այն որ կատարվում է վերջի 2 օր աշխարհին, ինձ հիշեցնում է այն ինչ որ կատարվում է Հայաստանում վերջի 5 տարում, երբ որ առավոտյան արթնանում ենք, շտապ միացնում ենք համբյուտերը կամ հեռախոսն ենք նայում, տեսնենք ինչ վատ բան է մեր հետ եղել, ասես անհագիստ սպասումներով, թե այսօր ինչ են մեր գլխին կոպիտ ասած, այն ինչ կատարվում է վերջի 2-3 օրում աշխարհում, այս ամբողջ 5 տարվա խտացած տարբերակն է, աշխարհի մակարդակով ու սկսում ենք հասկանալ, ամենայն դեպս ես սկսում եմ հասկանալ ավելի մեծ մասշտաբների վրա, թե ինչու է Հայաստանում այսպես, ինչու է Հայաստանում այսպես եւ ում հույսով է այս ամեն ինչը առաջ տանում Փաշինյան Նիկոլը, թվում է թե ինչ կապ պետք է ունենար աշխարհի կատարվող դեպքերի եւ Փաշինյան Նիկոլի մեջ, պարզվում է որոշակի կապ կա ամեն դեպքում, խոսքս վերաբերում է Էփշտեյնի ֆայլերի այս փաստերի հետ կապված հրապարակումներին, այն ոչ տարիներ շարունակ մեզ ասել էին, տարբեր ձևով հասկացել էին, պատմել էին այդ խայտառակ, այդ աննորմալ երևույթի հետ, մենք մտածում ենք, դա չափազանցություն է, ինչ է նշանակում մարդու դեր, այս որդին, ոնց կարելի է դա անել, 3 միլիոն էջի վրա բարձվեց նույնիսկ ոչ միայն այդ ամեն ինչը ճիշտ է, նույնիսկ հարցն անում չի, ինչքան երեխա են մանկահասակ բռնաբարել, նույնիսկ դա է երևում, թեթև ինչ որ հանցագործություն իրականության հետ են ինչ որ կատարվել է։ Աշխարհը հրեշի ձեռքում է, փաստացի, հրեշների եւ տենց է եղել տասնամյակներ շարունակ, սա նորմալ բան չի։ Հիշեցի 2018 թիվ մայիս Հայաստան, երբ որ Փաշինյան Նիկոլը նշանակվեց վարչապետ ու հրապարակվեց տեղում իր գիրքը։ Իր գիրքի ինչի մասին էր։ Երևի ժամանակ ոչ մեկ ժամանակ չուներ կարդալու, որովհետև ինչ էր պետք կարդալ Փաշինյան Նիկոլի երբ որ ասենք հազիվ պրծել էինք, ճակերտավոր եմ ասում, պրծել էինք Սերժ Սարգսյանից, ինչ պետքա գտնեինք մենք Փաշինյան Նիկոլի գրած գրքի մեջ։ Անցան տարիներ հասկացանք, որ այն ինչ որ պետք է կատարվեր Հայաստանում, դա արդեն պայմանականորեն ասված գրված էր եւ այդտեղ նկարագրված էր այն մարդու կերպարանքը, ով պետք է արդեն 8 տարի ղեկավարի Հայաստանը։ Նույն նման պատմությունը հենց Էփշտեյնի պատմությունը, երբ որ ոչ մեկին հայտնի ինչ որ մաթեմատիկայի դասատու Անգլիայից տեղափոխում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նա սկսում է քոլեջում դաս տալ, արդեն որպես պրոֆեսոր, եւ այդ քոլեջի տնօրենը սկսում է գիրք գրել, նկարագրելով այս ամեն ինչը, ինչ որ հետագայում պետք է աներ Էփշտեյնը։ Ամեն ինչ մանրամասնությամբ։ Ինչ էր ասում Նիկոլ իր գրքով, ում էր ինչ ասում։ Որ մի բարոյական եւ նորմալ մարդ է կգրեր նրա մասին, թե ինչ է ինձ զգում, երբ որ երիտասարդ կույս տղա է տեսնում, կամ ինքը ինչ սեքսուալ գրացություն է տեսնում արձանների մեջ, հա։ Այսինքն այն ինչ որ նկարագրված է Փաշինյան Նիկոլի գրքում, ոչ մի adekvat եւ նորմալ մարդ իր մասին, նույնիսկ եթե ինքը մտքի մեջ դա ունի, չի գրի։ Նույնիսկ եթե իր մտքի մեջ ունի, հա, եթե նա ֆանտաստ գրող չի, որ ինչ որ ֆանտաստ բան է պետք է գրի։ Չէ, այդ գիրքը ուղիղ մեսիջ է, այդ գիրքը ուղիղ փաստ է նրա մասին, որ տղերք, ես ձեզանից մեկն եմ։ Ես էլ ոչ պակաս այլասերված ու մարդակեր եմ, քան դուք, մարդակեր Փաշինյան Նիկոլի պարագայում երևի ճակերտավոր եմ ասում, չնայած այդքան մարդ որ սպանեց ինքը, հանգիստ իրան կարելի ասել մարդակեր։ Որ ես ոչ պակաս հրեշ եմ, քան դուք, ես ոչ պակաս այլասերված ու սրիկա եմ, քան դուք, սա էլ իմ մանիֆեստը, ես ձեզանից մեկն եմ։ Օգնեք, ես ավիրեմ Հայաստանը, կամ ես հավատարմությունս եմ հայտնում այն ծրագրին, որ դուք արդեն նախապատրաստել եք, բոլորդ։ Ինչ եմ ասում նախորդ նախապատրաստվել եք, որովհետև երբ բոլորս ենք հիշում 20 թվականի սեպտեմբերին
մի կլիպ դուրս եկավ Լեդի Գագայի կատարմամբ, որը պատմում էր մեր պատերազմի մասին։ Պատմում էր պատերազմի մասին եւ պատմում էր նույնիսկ որ օրը պետք է վերջանա, հա։ Որ օրը արյուն, պատերազմ, մի խոսքով։ Ամեն ինչ պլանավորված, ամեն ինչ գծած գրված։ Սա արդեն կոնսպիրացիա չի։ Սա արդեն իրականություն է, որովհետև այն ինչ որ մենք կոչում ենք կոնսպիրացիա աշխարհում, չափազանցվածություն, որ չկան այդ ռիտուալները, այդ սատանաները չկան, դրանք անցած ժամանակը բարձում կա, ո՞ց թե չկա։ Ես ձեզ հիշեցնեմ, այդ սատանաները սկսեցին աշխատել նաև Հայաստանում կոവിഡ്ի ժամանակ։ Երևի ոչ մեկ չի մոռացել, որ ապրիլի 24-ին 20 թվականի հատուկ ինչ որ բան էին հորինել, հիշում եք, մեխանիզմ, որով մարդիկ կարող էին SMS ուղարկել իրենց անունազգանուններով եւ ցեղասպանության քարերի վրա իրենց անունը կգրվեր։ Հիշում եք։ Սա այս ռիտուալներից մեկն էր։ Բոլոր իրականությունը, բոլոր զորաբերությունները, բոլոր սպանությունները, բոլոր միջոցառումները, ինչ որ կատարվել է Հայաստանում, մենք կապում ենք տարեթվերի հետ, չի ամսաթվերի հետ, զարմանում ենք, ոնց է այդպես ստացվում, որ ամեն ինչ համընկնում է, եւ ոչ մի օր պատահական ընտրված չի, եւ ինչի պետքա 15 զինվոր սպանված օրը Փաշինյան Նիկոլի կինը աղջկա հետ միջև ականջները ժպիտով Թեհրանում նկարված պոստան էին այդ օրը, թե ինչքան իրանք երջանիկ է, փոխանակ Հայաստանում սուկ հայտարարվել։ Եվ այսպես, ինչ է կատարվում աշխարհում։ Աշխարհում իմ բնորոշմամբ սատանան դուրս է եկել իր բնից, կամ դուրս են հանել իր բնից, կամ գոնե մարդկանց ցույց են տալի, որ ժողովուրդ, իրականում այնքան էլ ամեն ինչ նորմալ չի, եւ աշխարհը գտնվում է չարքի ձեռքում։ Եվ պետք է ինչ-որ մի բան անել, որովհետեւ անընդհատ հարց է պատտվում, ինչու հիմա։ Չէ՞ որ մի տարի առաջ այս ամեն ինչը պետք է դուրս եկածներ, չէ՞ որ այս գործերը բացահայտվել են դեռ, ասենք 2019-ին կարա սա բացահայտված էր, ոնց եղավ, որ այսքան ժամանակ չէր բացահայտում, հենց այսօր բացահայտվեց։ Ոնց եղավ, որ Թրամփը հայտարարում էր, որ գալու եմ ամեն ինչ հրապարակեմ, բայց գալուց հետո ամենաակտիվ ծածկողը կոսկողը հենց ինքն էր, որովհետև ինքը այդ ամեն ինչի մասնակից է, որովհետև ինքը հենց այդ կաստայի, իրոք դա կաստա է, այս սատանայական կաստայի մի մասն է, որի մի մասն է երազում դառնա Փաշինյան Նիկոլը եւ համարյա հայտ է ներկայացրել եւ պատահական չի, որ ինքը այսօր բանը Թրամփի կլուբումը, ու հեչ պատահական չի դա։ Մեզ ինչ է սպասվում այս ամեն ինչում։ Միջև այս մանրամասներին անցնելը, ես կարող եմ վստահ ասել մի բան, իմ համար գոլ է, իմ տեսադաշտի մեջ էլ ինչ որ ես եմ տեսնում, ապոկալիպսիսն է, սա որ երկու տեղ է տանելու մեզ, կամ չարը, արդեն բացահայտված չարը, հենց նստում է գահին, ասում է, հա, ինչ եք ուզում, ոնց որ Փաշինյան Նիկոլն ասում, հա, ես չարքն եմ, ես սատանան եմ, հա, ինչ եք ուզում, ձեր երեխեքին տարել սպանել են, ոչ սպանել, պետք է ասեք դավաճանեք, չէ՞։ Պարզ ասում է, չէ՞, Հայաստանում մարդ կա, որ չգիտի, որ այս երեխեքի սպանդիկն է կազմակերպել։ Չէ, բոլորը գիտեն։ Բայց կան մարդիկ, որոնք ասում են, դե լավ, ոչինչ, հիմա ինչ եղել է, կամ փող են վերցել, ասեն դե հիմա, ճիշտ է, ինքն է սպանել, բայց ինքը չէր կարող չսպաներ, հա։ Հիմա նույն բանը համաշխարհային մակարդակով է, կամ Թրամփը խփում է գահը, գավազանը գետն ասի, հա, ես եմ Լուցիֆերը, ես էլ իր բանն եմ, ոչ թե Լուսիֆերն եմ, այլ իր ներկայացուցիչն եմ երկրի վրա, կամ դրա կամակատարներից մեկը, ու սենց պետք է լինի, կամ պայթում է ինքը, կամ ինքը փչանում է, կամ ժողովուրդը, ոնց որ մենք Հայաստանում եւ աշխարհով մեկ վերցնում եք իշխանությունը եւ փոխում եք այս ամեն ինչը, կամ նա, որովհետեւ Հայաստանում չարը արդեն գրավել է իշխանություն, բացել ամբողջ իր դեմքը, ոչ իման թաքցված չի, եթե չեք հավատում, ես ուղղակի ուզում եմ Արսեն Թորոսյանից ցիտեմ, որ ոչ մեկը չկասկածի, որ մեկ գրամ կարող է ինչ-որ մի բան
չափազանցված է։ Բարձրացում է թոշակառուներն ավելի երկար են ապրում, աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է։ Բա ցիանիդ տվեք ապեր։ Թոշակ բաժանելու հետ մարդկանց ցիանիդ բաժանել, կամ ինչի եք նեղվում, որ ես ամուսարակ աշխատի, հա, թոշակառու չի մնա, եւ ընդհանրապես մարդ չի մնա Հայաստանում, կարևորը դուք հարուստը մեկ։ Մի խոսքով։ Լուցիֆերը Հայաստանում, իրեմս Փաշինյանի Նիկոլի ու իր շրջապատի, սա բան չի, քաղաքական բնորոշում չի, սա արդեն ֆիզիոլոգիական բնորոշում է։ Հա, որովհետև մենք միջև հիմա խոսացել էինք Փաշինյան Նիկոլի եւ սրանց քաղաքական բաղադրիչի մասին, բայց սա արդեն քաղաքական չի, սա արդեն ֆիզիոլոգիական բնորոշում է։ Սրանք Լուցիֆերի զավակներն են։ Ինչպես Դոնալդ Թրամփը Ամերիկայում եւ իր մետաստազներով աշխարհում մեկ։ Այն ինչ որ կողքերը պատտվում են, հա։ Որտեղ ես ասեմ, ոչ մեկը պատահական չի պատտվում։ Եթե նա պատահական հայտնված մարդը լինի, վաղուց գնացել է ինձ կողմից։ Ոնց որ Նիկոլի կողքը պատահական մարդ չի մը։ Մարդ չկա։ Բոլորը Լուցիֆերի զավակներ են եւ հասկանում են նրանք ինչեր են անում։ Ինչ են անում, ինչի համար են անում։ Եվ այսպես եթե Հայաստանում Լուցիֆերը կարողացավ գավազանախապել դեմքը բացել ասել, հայ, ես սատանան եմ, ես պետք է եկեղեցին էլ քանդեմ, ես երեխեքին էլ պետք է տանեմ բանակ կոտորեմ, հետո պետք այն օրերին էլ որ պետք է ինձ մատաղանեմ, զոհաբերեմ երեխեքին, բանակի օրն էլ դարձնեմ հոլոկոստի հիշատակների օր, 29 օրը, ինչ որ հնարավոր անում ենք, հա։ Աշխարհի մակարդակով ես կարծում եմ բարդ է լինելու դա։ Իսկ եթե դա չի լինում, նշանակում է մենակ Հայաստանում դա չի կարա եզրափակվի։ Նշանակում է մենակ Հայաստանում չի կարա լինի Լուցիֆերի իշխանություն եւ աշխարհում պարտվի Լուցիֆերը։ Եթե աշխարհում պարտվում է Լուցիֆերը, պարտվում է նաեւ Հայաստանում։ Ուստի Հայաստանի փրկությունը գլոբալ առումով ես պայմանավորում եմ ոչ միայն մեր ջանքերի եւ աշխատանքի արդյունք, այլ համաշխարհային տենդենց։ Ես կասեի նույնիսկ համաշխարհային պահանջ, որ դա տես լինի։ Ես կարող եմ մի քիչ վերացական եմ խոսում, որովհետև ես չեմ ասում այն մանրամասները, որ մտքիս մեջ կա, բայց գուցե նայենք ուղղակի, մի քանի տեսանյութ, որ դուք հասկանաք ինչի մասին է խոսքը։ Այս մոդելը մեքսիկացի, որը փախել էր այդ գերությունից, ինքը պատմում է ինչա տեսել է։ She just escaped a cannibal party. Yeah, she was never seen again after this, but that's not a real thing. They don't eat people. Well, the Human Meat Project isn't even on the dark web. Այդ մոդելը, երբ որ փախել էր գերությունից, ինքը խելագարված հայտարարում էր, որ սրանք մարդ են ուտում։ Այնտեղ բանը մարդակերների փարթիներ ա լինում ու այդ կնոջը չտեսան դրանց հետո։ Հայտնի մոդել էր Մեքսիկայում։ Անհետացավ։ Չէ, տեսման չկա։ Բայց այս Epstein-ի փայլերի մեջ գալիս է Հանիբալ փարթիների, մարդակերների փարթիների, ոչ միայն մանրամասները, ոչ միայն շեֆ պովերները, այլ նաև մենյուն։ Գյուրջան, ես հասկանում եմ, սա նորմալ է լսելու ան։ Ես հասկանում եմ, սա մարդու երևակայության մեջ չի մտնում։ Ես ճշմարտություն է։ Ես ամբողջ օրը դրա տակ իմ համար խոսելը չափազանց դժվար է։ Like you can look this up. Come on, this is fake. Human Meat Project. Մարդու մսի Cannibal project. Club, who focuses on the cuisine of the taboo. Humans, and this is the staff, and this is the founder, who I wasn't expecting to be a blonde white woman, but somehow it makes sense. This is one of the chefs who served an endangered bird to Ես էլ գլխավոր խոհարարն եմ, նայեք, ես հրեշտակի դեմքով եմ։ the president of France, Francois. Որը սպասարկել է Ֆրանսուଆ, անունը չի ասում, բայց Ֆրանսուଆ Ֆրանսիայի նախագահ եղել է բացառապես, ես հիշում եմ Ֆրանսուଆ Միտերանին, հա, նվազն գոնե վերջի 20 տարին Ֆրանսուଆ չի His եղել։ last meal. Endangered bird? I don't think that's allowed. And here's the art director. His Սա իրենց արտիստական տնօրենն է։ name is Hero. He hires the talent Տաղանդերա գտել այդ բոլորին զվարճացնելու սա 2000 թիվն է, 2000։ to entertain guests. What type of entertainment do they have at the Cannibal Club? Well, Մարտակերների փարտի ժամանակ այդ ինչ ման պետք է լինել, this week զվարճություններ is պետք է լինել։ Diamanda Gala, who is a performance artist who's musical, but she also speaks in tongues. It says that she speaks in tongues. This lady
What's her background? Do you know? She's always been around music. Her father was a gospel choir director. ու էս էլ մասնակիցներից է ու էս հերն էլ եկեղեցող բանը երգչախմբի դիրիժոր է This has nothing to do with anything satanic. Like, she's just an artist. So what on the menu would you order? Մի խոսքով ծեր արդեն գալի կա մենյուն մենյու գրված պեչատած սա մենյու է սա ես անջատեմ երևի որովհետև արդեն դիլիվար է նայել է Գիտեք որքան երեխա է անհետանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարեկան լավ եք նստած կամ լավ եք կանգնած կամ պինդ եք նստած միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարեկան անհետանում է կորումը 460,000 երեխա աշխարհում 8 միլիոն սա կատակ չի 8 միլիոն երեխա աշխարհում ամեն տարի Միայն Ամերիկայից Միացյալ Նահանգներում 460,000 Այսօր տվյալներ դուրս եկան, որ տարեկան ամեն տարի հազարավոր երեխաներ վաճառվել են հենց Թուրքիայից։ Հենց Թուրքիայից։ Էրդողանի ժամանակ հազարավոր երեխաներ տարեկան։ Այո։ Երեխաներ, ոչ թե չափահաս, անչափահաս երեխաներ։ Ու դրանք անհետացել են։ Այդ ասիկ այս պրոյեկտը իր մեջ ունեցել է ոչ թե միայն այլասերական բնույթ, մանկապարտություն, այլ նաև մարդակերություն։ Ու այդ մարդիկ այսօր ոչ մի տեղ են, այս մարդիկ նստած են իրենց տեղերում, բոլորը պաշտոնեն իմիջիալոց, ովքեր որ եվրոպական տարածքից էին, իրենց անունները կար, դրանք կամ իրենք հրաժարական տվեցին, կամ իրանք հեռացվեցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մեկ ոչ մի բան Ընդհանրապես այդ մասին չի խոսվում կառավարական մակարդակի։ Թրամփին որ հարցեր տալիս են, ինչ ասես ասում է։ Ինչ է այդ հարցի ստալի։ Ոչ մի իբր ոչ մի բան չի եղել։ Լրիվ Հայաստան վիճակը։ Լրիվ պատկերացնում եք ու ամերիկյան հասարակությունը խելագարում է ոնց է սա հնարավոր։ Բա մենք գիտեինք մենք աշխարհի ամենադեմոկրատ երկիրն ենք։ Բա ոնց եղավ։ Բայց այս ոնց է հնարավոր։ Իրանք չեն կարողանում դեռ հասկանալ, որովհետև իրանք չունեն քաղաքական պատմական են փորձ ինչ որ մենք ունենք։ Այդ հարմարվողականությունը իրաց մոտ չկա։ Մենք ունեցել ենք մենք Սերժիկ Սարգսյան տեսած, Ռոբերտ Քոչարյան տեսած, Լևոն Տեր-Պետրոսյան տեսած ազգ ենք։ Մենք իմունիտետ ունենք, իրանք դա չեն տեսել, չգիտեն, սա իրաց առաջի շոկերն է։ Շոկն է այն մակարդակի են աստիճանի, որ ես կանխատեսում եմ այս ամեն ինչի արդյունքում մենակ մեկ բան, սա պետք է պայթի ինչ որ մի ձևով։ Ամենայն հավանականությամբ սա պայթելու է պատերազմի ձևով, որպեսզի հանրությունը դադարի դրա մասին խոսել։ Եթե ոչ պատերազմի, պայթելու է քաղաքացիական պատերազմի տեսքով։ Բայց ամենայն հավանականությամբ Թրամփը այդ պատերազմը կհանի իր երկրից դուրս։ Սա աննախադեպ հանցագործությունների մի փաթեթ է դուրս եկել, այնքան շատ է 3 միլիոն էջ, այնքան շատ է, այնքան տարբեր մարդիկ կան, այնքան տարբեր հանցագործություններ կան, որ մարդիկ չեն հասցնում նույնիսկ պատմել ամբողջ բանն գլոբուսնա շոկի մեջ ընդ որում աշխարհում տեղ չկա որտեղից խառնված չլեն ընդ որում նույնիսկ Ռուսաստանից այդ ամեն ինչի մատակարարողը շեֆը այդ ամեն ինչի կուրատորը եղել է ոչ ավել ոչ պակաս այս Լավրովը այնտեղ կա նաև հայեր խառնված Կրասնոդարից այդ ամեն ինչի մեջ երեք արդեն ասեցի բայց բարձվում է կուրատորը այդ ամեն ինչի հենց Լավրովն է ու այդ ամեն ինչը կա նամակագրությունների մեջ եւ այլն Պուտինը բնականաբար իմացել է այդ ամեն ինչի մասին եւ նույնիսկ Էփշտեյնը գրում Պուտինը դեռ պայել այն սեռական տեսարանները երբ որ Դոնալդ Թրամփը Քլինտոնի հետ էր չեմ ուզում ասել ինչ էր անում գրում է նույնիսկ եղբորը սա տեղակ ես Պուտինը դեռ ունի այդ նկարները ես գիտեմ որ Պուտինը ունի իհարկե Պուտինը ունի Պուտինը ամեն ինչ իմացել է ամեն ինչ Այսինքն ես չգիտեմ ինչ մասշտաբի է կազմակերպված եղել երեխա վաճառելա թե չէ, բայց որ մանրավաճառների եւ անչափահասների տղաներ եւ աղջիկներ վաճառելը դա հաստատ։ Եվ անկերպով
ու այս ամեն չգիտեք ուր տանում դեպի Իսրայել։ Այս ամեն ինչի գլխին կանգնած է Իսրայել։ Որտեղ ով է Էփշտեյնը։ Էփշտեյնը ընդամենը իրագործողն է, իրականացնողը։ Ոնց է Փաշինյան Նիկոլը, ով է Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը կապիկա հերթական։ Ընդամենը ինքը իրականացնողն է, բայց ամենից ծրագիրն ով է գծել եւ Հայաստանի եւ աշխարհի համար։ Չէ՞ որ ինքը չէր կարող գծել։ Կարող է գիրքն էլ ինքը չի գրել։ Չնայած երևի ինքն է արտահայտել ներսի իր թաքնված ցանկությունները, որ ընդեր բանը ծովի այն կողմից իրեն լսեն ասեն, նաշ չլավեք, ինչի՞ չէ, թողենք թող ռուսներն իրան էլ նշանակեն, մենք էլ կօգնենք, միասին կքանդենք, ինչ է եղել, որ տես բաներ ենք միասին քանդել։ Հիմա գանք Հայաստան։ Մինչ աշխարհը զբաղված է իրեն շոկի մեջից անելով, Ադրբեջանը մաքրում է իր պատմական կեղտերը։ Այն, որ Հայաստանը վաղուց պետք է դրանց պինցետով բռնած լիներ։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Նախիջևանի ինքնավար մարզը դա ստեղծվել է, բանի պայմանագրի, Մոսկվայի պայմանագրի, Մոսկվայի Ռասի պայմանագրի հիման վրա։ Եվ որոշել են հենց պրեամբուլայից հանեն դա, ասենք եթե սահմանադրությունը փոխեցին պրեամբուլայից հանեցին, որ դա այդ պայմանագրով է ստեղծվել, ուրեմն վերջ է, պատմական փաստը չի եղել։ Բայց ի տարբերություն Փաշինյան Նիկոլի Ալիևի իրավաբանը, իրենք գիտի, որ այդ մանրամասները սահմանադրության մեջ, լավ են, որ վաղ ինչ-որ մի բան լինի բանի հետ, Նախիջևանի հետ, ինքնասի հոպ, սահմանադրությունով սա իմ տարածքն է։ Կգնանք միջազգային դատարաններ, NLS-ով վիճակով, ինչ միջազգային օրենք, ինչ բան, ինչ կարգ ու կանոն, երբ որ աշխարհը հրեշն է այսօր չէ, վաղուց ուղղակի այսօր բացահայտվեց այդ ամեն ինչը, ինքն է ղեկավարում։ Եվ փաստորեն որոշել են նոր սահմանադրություն գնեն եւ հանեն իրենց սահմանադրության պրեամբուլայից այն հանգամանքը, որ այդ ավտոնոմ մարմինը ստեղծվել է Մոսկվայի եւ Վարշավայի պայմանագրերի վրա, դրանով է տրվել Ադրբեջանի կառավարման։ Իրանք վերցեցին ու միացեցին իրաց։ Հայաստանից 30 տարի։ Լսում ես Լևոն Տեր-Պետրոսյանը, լսում ես Սերժ Սարգսյանը, լսում ես Քոչարյան Ռոբերտ։ 30 տարի այս տականքի մասին չեմ խոսում։ Ոչ մեկ ձեն չի անել դրա մասին։ Ոչ մի ծպտում, ոչ մի խոսք, հենց եղել է, չէ՞։ Արցախի խնդիր եղել է, չէ՞։ Արցախի խնդիրը մենակ Արցախի խնդիրը չէր։ Կարող էր, չէ՞, հետը գա, ծանրանալ, դա է Նախիջևանի խնդիրը, Սերապեջան, էլ մի վարքան։ Ինչ Արցախի, բան Նախիջևանն էլ է մերը։ Հենց գնաք հո սահմանադրությունը նայի, պրեամբուլատ նայի, ինչ Մոսկվայի պայմանագիր, ոնց կարող ես դու իմ տարածքը վերցնես, մեկին 10 առանց իմ համաձայնության։ Դու ոնց կարող ես օկուպացնել ու 10 մի բան ու դա դառնա օրինական։ Ոչ մի ձայն չի եղել։ Բացարձակապես այսօր Ալիևը փորձում է պատմական իրավական կեղտերը մաքրի եւ դրանով ապահով վիճակ ստեղծի իրար։ Մեկը կա կասկածող, որ բոլորը ծառայել են դրա։ Բոլորը ծառայել են հանկարծ դուրս չգա, որ ոնց է Մոսկվան է ծախել, հանկարծ դա մասին խոսք չլինի, որովհետև ասեմ ինչի մասին, ինչի համար ձեն չեն անել։ Մոսկվայից ակաժները կպոկեին, կասեն չհասկացա։ Դու մեր որոշմանը դեմ ես, մենք ես դրենք ընդեղ աշխատես, դնենք ընդեղ դու լապ ես, այ բոմժ Քոչարյան, թողենք, որ դու երկիրը ծախես, թողենք դու ժողովրդից սպանելով մնաս իշխանության, հələ ում էլ պետք է մենք օգնենք, որ արագից անես, որ դու կասկածի տակ դնես կամ Սերժիկ մեր որոշումը, իհարկե այդպես բան չէր լինի։ Այսօր Աբու Դաբիում երկու մարդակեր մրցանակ են ստացել։ Մրցանակ են ստացել մարդիկ, որոնք միջև ականջների ծայրը թաթախված են արյան մեջ։ Այո, արյան մեջ ու սա չափազանցություն չի եւ Ալիևը եւ Փաշինյան Նիկոլը։ Ասեմ ավելի, թաթախված են ոչ միայն իրանք,
այլ բոլոր նրանք, ովքեր սրան աջակցում եւ պաշտպանում են։ Մեդիա տարածքում կլինի, անհատական կյանքում կլինի, բացարձակապես էական չի։ Ժորժա, մենք պետք է շատ լավ հասկանանք։ Անկախ նայած մենք այս մարդուն քանի տարի ենք ճանաչում, ոնց ենք իմացել։ Ցանկացած մեկը, որ սրան աջակցում է, ինքը Լյուցիֆերի զավակ է, ծնունդ։ Էական չի ինքը հասկանում է թե չէ։ Գիտեք, Աստված մարդուն տվել է զգայարաններ։ Մենք ամեն ինչ չի որ միշտ հասկանում ենք, ասում ենք ունակություն ունենք զգալու, որն է կեղտը, որն է մաքուրը։ Ինչն ենք ուզում, ինչը չենք ուզում, ինչն ենք սիրում, ինչը չենք սիրում։ Սրան աջակցել համակրելու համար Լյուցիֆերի զավակ լինելը պարտադիր պայման է։ Ուրիշ բան չի կարող լինել։ Դու ոնց կարող ես դա, ասենք դու ոնց կարող ես, չգիտեմ, մարդու միս ուտել, եթե դու մարդակեր չես։ Ոնց կարող ես դու ասենք հոտած միս ուտել, եթե դու ասենք լեշակեր չես, հասկանում եք։ Երկու մրցանակ մարդկանց, որոնք այրան մեջ խեղդեցին տասնյակ հազարավոր մարդկանց։ Եվ ադրբեջանցի եւ հայ, էական չի այս պարագայում։ Բացարձակապես էական չի։ Ալիևը իր փառքի համար, Նիկոլ Փաշինյանն իր աթոռն է։ Ու ինքը շնորհավորում է Ադրբեջանի Հանրապետությանը եւ Ադրբեջանի ժողովրդին։ Խաղաղություն եւ բարգավաճում է ցանկանում մեր երկրներին։ Շնորհավորում Ադրբեջանի Հանրապետությանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին, որտեղ ինքը գիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչու պետք է շնորհավորի։ Ինչով, երկիրը հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության բանը պետք է շնորհավորի, քաղաքացիին պետք է շնորհավորի։ Բոլորովին։ Ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է, ոչ թե Հայաստանի։ Սա նույնիսկ էս նկարում է երևում, ինչպես նկատել է Էդգար Ղազարյանը։ Հանդիպման ժամանակ նույնիսկ Հայաստանի դրոշ չկա, ոչ էլ Ադրբեջանի, գիտեք ինչի։ Ոչ թե որ Ալիևն է Հայաստանի ներկայացուցիչը։ Ոչ, Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի ներկայացուցիչը, այս պարագայում։ Ելմա դիրքերին նստածել նայեք, Ալիևը հետ ընկած հանգիստ, Նիկոլ Փաշինյանը աշակերտի նման լարված դեպի առաջ, որովհետև ինքը տիրոջ մոտ է։ Ամեն ինչ ասող նկար է։ Ոչ մի դրոշ, տիրոջ եւ ծառայի նկար։ Ոչ մեկ թող չմտածի, որ սա ուղղակի բեմականացված կադր է, ինչպես ասենք բանը, Փարաջանովի ֆիլմերն է, դա։ Փարաջանովի ֆիլմերը շատերը չեն ընկալում, որովհետև իրենց ֆիլմ ասած բանը, իրանք մտածում են պետք է սյուժե լինի, տեքստ, գործողություններ, ֆինալ, կուլմինացիա, չէ, բան ուրիշ բան է նկարել Փարաջանովը։ Փարաջանովը կոլաժներ է նկարել, կոլաժներ գեղեցիկ։ Հիմա այս կոլաժի մեջ, իմաստավորված կոլաժի մեջ, հենց սա է, այ մարդ որ նայում է, իրան արդեն մի ամբողջ պատմություն պետք է տեսնի հետևում, ինչպես Փարաջանովի ֆիլմերին։ Ամեն մի կադր մի հատ պատմություն ունի հետևում, էլի։ Հիմա սա այսպես կադր է։ Տերն ու ծառայի առանց դրոշ, всё, ուրիշ բարձ է։ Վերջ։ Կանխել։ Հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Բա, հնարավոր չէ։ Կարող են կանխել պատերազմը։ Հիմա կարող ենք կանխել պատերազմը։ Որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Մեկը կասկածում են ճշմարտության վրա խոսքերի ասում, սա Լյուցիֆերն է։ Ու երկու պարագայում էլ, երկու իրար հակասող տեքստ, ասում են նույն դեմքի առնահայտության։ Ինքը նույնիսկ բան չունի, բարոյական, ինչի նույնիսկ, ինքը ոչ մի բարոյական սանդղակ, սահմաններ չունի։ Ինքը ամեն ինչ կարող ասի երկու իրար հակասող հայտարարությունների նույն դեմքի առնահայտության։ Սա կարող են անել բացառապես total, completely, sense իդեալական սահմաններ չունեցող, բարոյական, հոգեբանական սահմաններ ունեցող մարդիկ, որոնք ոչ մի բանի առաջ կանգնող չեն։ Տիպիկ Լյուցիֆերի զավակ։
Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաց գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Սա կապակցությամբ շնորհավորում է։ Այո։ Շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին հենց իրենց վանդալիզմի կապակցությամբ։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները, հայտնում է Գեղարդ հիմնադրամը։ Ինչ շնորհակալություն հայտնելու ինչ չհայտնելու բան։ Տեսեք, վարչապետը շնորհակալություն հայտնում, նախագահը շնորհակալություն հայտնում։ Նախագահը նորից եմ ասում, Լուցիֆերի զավակ, Լևոն Տեր-Պետրոսյանի զավակն է, ու սրանք բոլորն են իրանք։ Հայաստանի Լուցիֆերի կենտրոնի ղեկավարը դա Լևոն Տեր-Պետրոսյանը, մնացածը սաղ իր ճղտերն է։ Բոլորը։ Ես չգիտեմ, ասենք, այսքան փաստերի հետ մեկտեղ ոնց կարելի է լինել բարոյական մարդ ու չնկատել ու բան չանել, չնկատել սա եւ շարունակել հավատալ կամ լուրջ ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այո, լուրջ է պետք ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, որպես Լուցիֆերի զավակ, գերագույն գլխավոր սատանա այս ամեն ինչի գլխին կանգնած։ Ոնց կարող է իր երկու հոգեզավակ Ադրբեջանի շնորհակալություն հայտնել պատահական ու երկուսն էլ իր հոգեզավակները։ Սպասեք, բանը ԵՊԿ, Լևոնը ԵՊԿ հայտնում։ Էդ էլ է հնարավոր չլած, ինքը շնորհակալություն հայտնելու կարիք չունի, ինքը գործն է անում։ Թող լակոտ լուկուտները իրար փոխարեն շնորհակալություն։ Հինգ քաղաքական գործիչ, որ գործել է հայ եկեղեցու դեմ։ Նիկոլայ առաջին ցարը սահմանափակեց պետության նյութական օժանդակությունը հայ եկեղեցուն 1836-ի Պոլոժենիեով։ Նաև կաթողիկոսին դարձրեց պետական աշխատող պատասխանատու ցարին, որպեսզի ավելի շատ իշխանություն ունենա եկեղեցու վրա։ Թալյատ Փաշա թիրախավորեց հոգևորականներին ցեղասպանության ժամանակ, վերացրեց հայկական եկեղեցիներ ու ստիպեց Օսմանյան կայսրությունում ապրող հայերին կրոնափոխ լինել։ Յոսիֆ Ստալին սկսեց հակակրոնական արշավ ու փակեց հարյուրավոր հայկական եկեղեցիներ։ Նա աքսորեց կամ ձերբակալեց բազում եկեղեցականների։ Պետությունը յուրացրեց եկեղեցու ունեցվածքը։ Խորեն առաջին կաթողիկոսն էլ խորհրդավոր կերպով մահացավ ներքին գործերի կոմիսարիատի հարցաքննությունից հետո։ Ըստ շրջանառվող վարկածի նրան խեղդամահենարել չեկայի մարդիկ Բայրաթորի գանձատան բանալիները իրենց չհանձնելու պատճառով։ Այս ողբերգությունից միայն 7 տարի անց նոր կաթողիկոս ունեցան։ Հեյդար ու Իլհամ Ալիևներ ակտիվորեն ոչնչացրին հայկական եկեղեցիներն ու բանկերը Նախիջևանում, Արցախում ու խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Պաշտոնական ելույթներում հայ եկեղեցու ժառանգությունը ներկայացրին որպես ալբանական։ Նիկոլ Փաշինյան սկսեց արշավ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սրբապիղծ, շնաբարո, հակաքրիստոս անվանեց մեր հոգևոր հայրերին։ Նրա հակաեկեղեցական արշավի ընթացքում 2 սրբազան կալանավորվեց։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուժայինները գրոհեցին Բեհարանը։ Ես ուղղակի ուզում եմ մեր երիտասարդներին շնորհակալություն հայտնել առանց որևէ մեկնաբանության, որ մեկնաբանությունը կթողենք այս ընկերոջը։ Երիտասարդներին բոլորին շնորհակալություն հայտնել, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում եւ բեռ են վերցնում մեր մասին նյութեր սարքել, որը շատ կարևոր է համարում։ Հայաստանը խնդրում է Ադրբեջան, որի երկրով Ռուսաստան բեռներն առանցի։ Ինչպես Գիտեք ինչ կա։ Կարելի է այսպես վերածել, որ Նիկոլը թուրք է, ուզում է թուրքերին բերի լցնի Հայաստան եւ դրանով ամեն ինչ վերջանա, հայերի գլուխն ուտեն պրտնեն։ 15 թվի ջարդը, որ իմ կեսուրը, իմ ամուսին անձամբ ոչ քերիա տեսել, ոչ մորքուրա տեսել, լրիվին կոտորել են։ Իսկ ինքը ուզում է եղերնը քանդել տա, քանդվի իրա տունը։ Իսկ այս տիկիլը բոլորի անունից ասեց էլ ինչ որ ցանկացած մարդու մտքին կա եւ ոչ բոլորն են ուղղակի արտահայտում այդ մասին։ Բայց համանում են ճիշտ եւ արժան։ Այնպես որ ես չցույց տվեցի, ես կարել ձեզ կարող թակել էի։ Չէ, արդեն ես չգիտեմ, կարել ցույց էի տվել, եթե ցույց չէի տվել, խնդրեմ ես տիկիններ
կամենում որ Փաշինյան Նիկոլ տունը քանդվի։ Ելույթի ընթացքում հենց այն պահին, երբ ներկայացնում էի Արցախում էթնիկ զտման հանգամանքները, երբ 120,000-ից ավելի մեր հայրենակիցներ ստիպված էին լքելու իրենց տները, իրենց հարազատների նույնիսկ գերեզմանները, իհարկե զրկվելով նաև եկեղեցիներ, վանքեր այցելելու հնարավորությունից, հենց այդ պահին նկատեցի ինչպես էր Ուկրաինայից ժամանած որոշակի մի պատվիրակություն ամեն կերպ փորձ անում խոչընդոտելու ելույթը։ Կարող եմ ասել, որ բնականաբար այն որևէ ազդեցություն չունեցավ։ Ելույթի ընթացքում հենց այն պահին, երբ ներկայացնում էի Արցախում էթնիկ զտման հանգամանքները, երբ ուղղակի ես այս պատասխանը տամ თუ Թրամփն ասի, էլի, ուկրաինացիների պատասխանը։ Տեսեք ինչ ասում Թրամփ։ Թրամփը ուղղակի հայտարարել է Զելենսկուն, որ դու вообще զզվցեցիր։ Ես Ռուսաստանի կողմից։ Գիտեք ես ոնց եմ վերաբերվում երկուսին էլ։ Բայց այստեղ ես ուկրաինացիներին ասեմ, բռեք։ Դուք չեք կարող մի ձեռով դեմոկրատիայի կողմ լինեք, մյուս ձեռքով թուրքերի կողմը լինեք։ Հասկանում եք։ Եթե տենց եք ապրելու, սա էլ է ձեզ քիչ։ Ես որ այդքան ցավացել եմ, այդքան աջակցել եմ, այդքան մտահոգվել եմ ուկրաինացիների համար։ Ես իմ ասում, եթե դուք տենց եք ապրում, դուք տենց եք շարունակելու ապրելու, ես գիտեմ, որ այս դելեգացիաները միլիոններով փող են ստանում, եւ դան ժուրնալիստները, վերլուծաբանները, եւ այս դելեգատները, ուկրաինայի ներկայացուցիչները, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որ ինչքան հայկական պրոյեկտ կա տապալել, ինչքան հայկական մաներ կա իրաք մասնակից լինեն, ես գիտեմ, շատ դեպքեր եմ տեսել էլի։ Սա Թրամփի պատասխանն է ձեզ, ես Թրամփին բան չեմ ասի, ոչ մի բան չեմ ասի։ Մի Լուցիֆեր էլ ինքն է, մի Լուցիֆեր էլ Զելենսկին է, մի Լուցիֆեր էլ Պուտինն է։ Ես ինչի պետք է իրանց հարաբերությունների մեջ մտնեմ, որ բացարձակապես։ Հիմա լսենք մյուս Լուցիֆերներին։ Արթնացել եմ, չենք իմացել, ես արթնացել եմ, ինձ արթնացել են, ասել են վերկաց պատերազմից, ես նույնիսկ չեմ հավատաց, ասել եմ լավ երևի բուջուրիկ բախում է, հեսա գդաթարի, հետո որ տեսել եմ ինչա կատարում, հասկացել եմ, որ չէ։ Իրանք սենց են, բոլորը սենց են խոսում սուպեր։ Չենք իմացել մենք, այո մենք չենք իմացել։ Հայաստանի Հանրապետության հետախուզական ծառայության կառույցները գլխավոր շտաբը այլ աղբյուրներից մեր հետախուզական կարողացել է հստակ ճշտի հակառակորդի գործողությունների օրվա մասին։ Չենք իմացել, ես արթնացել եմ։ Այդ մասին վկայություն է տվել Դավիթ Տոնոյանը, երբ որ օգոստոսի սկզբից արդեն պարզ էր, որ լինելու է Արցախում, որտեղ F-16-ը գնում գալիս էր Գանձակ եւ ռուսներեն ասում են ձեր մի տվեք, գործ չունեք իր հետ։ Թողեք նախապատրաստեն, հարձակումը մենք ամեն ինչ վերահսկում ենք։ Սա Լուցիֆերների զավակներն են։ Անդոն նույնպես։ Անդոնը դեռ պետք է պատասխան տա ամեն ինչի համար։ Որովհետև ինքը բոլոր այս ռազմական հանցագործությունների հակսնողն է։ Դե Ալենին բան ասես կամ Նիկոլ Փաշինյանն ընտրեցրած։ Կամ սրան մարտին ինքը պատկերացնում որ ունենալու է նոր սահմանադրության տեքստ։ Տեքստ։ Նոր սահմանադրության տեքստ, որը պատրաստում են հաստատել արդեն նոր խորհրդարանով, որը կունենանք հունիսի 7-ից հետո։ Դե ինչ կունենանք մեզանից է կախված ժողովուրդ չէ։ Ազնիվ խոսք։ Ես դրա համար 26 թվականի հունվարի 1-ի ելույթում թե 31-ի վերջի ելույթն էր ասի ես վախենում եմ սա լինի մեր վերջի նոր տարի որպես պետականություն։ Դա աստված որ այդպես չլինի։ Որովհետև Նիկոլի վերընտրվելը դա նշանակում է մեր պետականության եւ ընդհանրապես մեր վերջը, մեր որպես ազգ, պետություն ինքնուրույն դատարկվելու է Հայաստանը մի քանի պատճառներով։ Էկոլոգիական ամենաառաջինը էկոլոգիան։ Ամուր սարի շահագործումը տապանակալն է Հայաստանի։ Վերջ Հայաստանում մի 100-150 տարի ոչ մի բան չի աճելու, ոչ մի բան չի ուտվելու, ոչ մի բան չի լինելու թույնից բացի։ Մյուսը քաղաքականա թուրքը գալու է մտնի։ Այս մարդը անխոչնդոտ
Երկինը հանձնում անխոճություն ճանապարհ տալիս, ինքն մտածում ավելի ինքնասավողը միայցան, բան չի չէ որ հələ Թրամփի իշխանությանը, Պուտինի իշխանությանը, ինքն ամեն ինչ անում է այդ ներերի ցանկությամբ։ Հույս ունի որ այս էլ կարող անի։ Այնպես որ Ժորժ ջան, հունիսի 7-ի որոշում է մեր ազգի ճակատագիրը։ Հուսակատակ չի։ Հիմա ինչ անել այդ օրը։ Ինձ ասում են հեղափոխություն, խնդրեմ հեղափոխություն։ Եթե մինչև հունիսի 7-ը հապստամբություն, հեղափոխություն, տերոր, ինչ-որ մի բան, պայթյուն, ասենք սանցից մի քանի օքին պատահական չսատկեցին ինչ-որ պատի տակ, պատեզներում, վերգարակի մեջ, միամիտ ինֆակտ չխփեց սրանց, կասկածելի հանգամանքներում, հա, ես չգիտեմ, ձևերը շատ կա, բայց բոլորը ֆիզիկական է, սրանք սրանց վրա բարոյական ոչ մի բան չի ազդում, այսինքն այս լևելի վրա էլի, բարոյականը գիտեք ում վրա է ազդում, բարոյականը սրանց աջակիցների վրա է ազդում, սրանց պրոպագանդոնների վրա կարող ազդի, բայց սրանց վրա չէ, եթե մինչև հունիսի 7-ը սրանց մոտ ինչ-որ պատահական, մասսայական ինչ-որ պրոբլեմներ չսկսեց, որ վախենան, էլի, նշանակում է հունիսի 7-ի կարող է մեր լինի պատմության վերջի ընտրությունը։ Սա չափազանցություն չի։ Եվ գիտեմ, հատորներով քրեական գործ կա մեկավեր սա քեզնի։ Եվ որ երկիր չեղավ ինչ քրեական գործ, կամ ում է պետք, հա, ում է պետք այդ քրեական գործը, եթե երկիր չի լինելու։ Իսկ սրանք ամեն ինչ անելու են, որ տենց էլ լինի։ Իրանց պետք է մի հատ տարածք, որտեղ իրանց նշանակեն, իրանց կարծիքով, էլի, նայող ու այս Էփշտեյնի զավակները, այս ների զավակները թվում է թե իրանցից են կողմ, այլ ընտրություն չկա, իրանցից տականք չկա, որ բերել իրանց տեղը նշանակեն, տեղյակ չեն, հենց երիտ տականքներ եք դուք դաստիարակել ձեր հետևից, որ ձեր այդ հոտարությամբ ձեր հետևից գալիս են, ատամները սրած, որ այս մի թեթև խաղաց ձեր տակը անմիջապես ձեզ վերացնելու են հենց ձեր գործիքակազմով։ Ների օրենքներն է դա։ Դուք եք սահմանել, դուք էլ ընկնելու եք այդ զենքով։ Եթե հանկարծ իհարկե հաջողվեց ձեր պլաններն իրականացնել, թե դա չհաջողվեց, դատարանը կարող կա։ Դե հիմա դուք ընտրեք, որն է ձեր ավելի ապահով։ Հետո մեկ ասում եմ, դուք պետքա խնդրեք, որ մենք ձեզ ապահով հասցնենք դա։ Իսկ պաշտպանության նախարարությունը ազգուրած հոգևորականների պաշտոններ է առաջարկում, բա պաշտպանության նախարարությունը։ Դուք հասկանում եք դուք ինչ եք դառնալու պաշտպանության նախարարություն։ Դուք չեք հասկանում երևի ինչ եք դառնալու։ Ձեզ հիշեցնեմ, երբ որ հայերը երազում էին Օսմանյան կայսրությունը բանակ ծառայել, հա, մտածում են արդեն սահմանադրություն կա, բան կա, արդեն երեք թուրքերը, սա բանը չի, հա, Աբդուլհամիդը չի հայակեր։ Իրանք սիրով հայերին զորակոչեցին բանակ, սիրով։ Եվ 15 թվականի ապրիլին հավաքեցին միտեղ ու գնդակալեցին։ Պետք չէ։ Հա, պետք չէ։ Այդպես նույն բանը ձեզ է լինելու։ Դուք չեք կարող այնքան ծառայեք Թուրքին, որ դուք իրանք պետք լինեք, ինչ որ մի ձև։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ ասել է դուք ձեզ ինձ ծառայեք, ձեզ լավ է լինելու։ Ես ասում եմ ձեզ հետ ինչ է լինելու։ Ու դրանից հետո ինչ կլինի ձեր հետ լինելու է տեղի։ Եվրոպական կրոնի կամ հավատի ազատությունների ֆորումը դատապարտել է Փաշինյան Նիկոլի գործողությունները Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ։ Ես այս խառը օրերին չեմ դադարում այս մասին խոսել, ոչ թե նրա համար, որ ես 100% վստահ եմ, որ այս եվրոպական բաները աշխատող են, իրանք ազդեցիկ են, չէ, այսօր չէ իհարկե, բայց եթե աշխարհում մի տեղ մի բան մնացել է, մինչո ստանդարտ մնացել է, դա մնացել է Եվրոպայում։ Դա համար Եվրոպայից բանան նողկում է Փաշինյան Նիկոլը եւ Փաշինյան Նիկոլի շրջապատը։ Իրանց տեղը բան Ռուսաստանն է կամ Թրամփի թևի տակ։ Այսինքն կամ Պուտինի կամ Պուտինի ագենտի թևի տակ էլի, որտեղ իրանք
ապահով են, որտեղ իրենց նմաններն են ընդդեմ։ Ամեն դեպքում Եվրոպայից իրենք պարբերաբար հիշեցնում են, որ այս ամեն ինչը կարող է վաղը վերջանալ։ Ու կարող է վաղը վերջանալ։ Որովհետև նորից եմ կրկնում, այս Էփշտեյնի գործով ես նայում եմ հետևանքները, եթե միտեղ էլ կա հետևանքներ, դա հենց Եվրոպայում է։ Ամերիկայում դեռ ոչ մի հետևանք չկա, ոչ մի կալանավորված չկա, ոչ մի պաշտոնանկություն չկա։ Բացարձակապես, ոնց որ Հայաստանը լինի։ Ինչ ուզում ես բացահայտի, վաղը նստած է գործի։ Եթե Հայաստանում դա անհետևանք է լինում, անցնում, Ամերիկայում դա չի լինել։ Ու դրանից հետո փոխվելու է խաղակավորները։ Բայց մինչ այդ Արամ կաթողիկոսների դիմումը J.D. Vance-ին հայ գերիներին ազատ արձակման հարցով։ Ու ես ասել եմ, եթե J.D. Vance-ը դատարկ ձեռքով եկավ Հայաստան, ինձ պատասխան են տալու նրանք, ոչ թե DJ-ը, ոչ թե J.D. Vance-ը, այլ նրանք, ովքեր ոգևորված են այս տականքի այցով։ Սա այն մարդն է, որ թանը 1 տարի առաջ Եվրոպայի վրա մատ էր թափ տարի, ասում էր, դուք ով եք, այս նոր դար է սկսել, նոր դար, այդ մենք ենք արդեն ասողը, մենք, պետաֆիլներս, մենք մարդակերներս, երեխայի մսի կոտետուտողներն են, հասկացաք, մենք ենք ասողը, հիմա սա գալիս է Հայաստան, Հայաստանի ոգևորված են, աշխարհ, Թրամփի տեղականն է գալիս, Թրամփի տեղականն է գալիս։ Մարդ, որ իր ընկերոջը սպանել տվեց, մակասեգերի բանը, այդ որ ընկերը, հենց, քերքին հիշում եք։ Պարզում է այդ բանը, Չարլի Կիրք։ Իհարկե ասում սպանել տվեց ինքը, իհարկե չէր կարող այդ սպանել տալ, բայց ինքը ամեն ինչից ինչպես մնացած է։ Տեղյակ եմ, որտեղ շատ մտերիմ կապերի մեջ է հենց կնոջ հետ։ Կինը, որը նույնպես Էփշտեյնի ցուցակում է, կինը, որը նույնպես վերբովկա է եղել Մոսադի կողմից, կինը, որը աշխատել է Թրամփի հետ, կինը, որ Թրամփն է հետ ծանոթացել, որ Չարլի Կիրքի հետ, որպես պոտենցիալ շատ պերսպեկտիվ տղա։ Չարլի Կիրքը, որը երկար ժամանակ աշխատել սրանց համար, հենց որ Չարլի Կիրքը հասկացավ սրանք ինչ են անում, սրանք սպանել տվեցին։ Ես ասում սրանք մարդ, որ սպանել տվեց, ես իրանց ամբողջինի նկատում եմ, ոնց է անձամբ սրանք, ու սա է թիմի անդամը։ Մի խոսքով, նորից կրկնեմ, եթե սա առանց գերիների եկավ Հայաստան, ուրեմն պատասխան են տալու բոլոր նրանք, գոնից, ովքեր ոգևորված են սրա կալով։ Որովհետև իրա գալը, եթե դա առանց դրա դերները, ում այն կպետ Հայաստան։ Գա բանի հավաստիացումը ստանա, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ազատ գնալ գալու են Հայաստանում։ Առանց Հայաստանը ինչ-որ մի բան տալու։ Գա ասի Նիկոլը մեր թուլեն է, ինքն է իշխանություն լինելու, դուք պրոբլեմ չունեք։ Սա էլ են, սա անգլերենն էլ կարող ակի ես որոշեցի հայերենը ձեզ ցույց տամ, որ 9 անգամ անցել է մենակ Թուրքիա։ Ու երեխեքի վաճառքի դիմաց $200 միլիոն է փոխացել տարիների ընթացքում։ 200 միլիոն երեխա է գնել Թուրքիայից։ Բա։ Ամենազոր Թրամփը կորցրեց Կանադան։ Կանադան պայմանագիր կնքեց Հնդկաստանի հետ համապարփակ առևտրի եւ նավթի վաճառքի նաև։ Սա է լինելու, ես ասել եմ աշխարհը պետք է աշխարհ գլոբուսում մնալու է ասենց մի քանի կղզի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մնալու է աջակիցների իմաստով եմ ասում, մնալու է Իսրայելի հետ։ Մնացած մասը միավորվելու են իրար, ինչպես հիմա Կանադան ամենամեծ աջակիցը, պարտնյորը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսօրն էլ հասան, դժվար էր պատկերացնել։ Իսկ ասում Հնդկաստանի հետ ունենա Եվրոպան, Հնդկաստանի հետ ունենա արդեն Կանադան, Հնդկաստանը եթե Հայաստանն էլ վերցնի սրանց ձեռքից,
կարողանա վերցնի։ Ամենահզոր երկիրն է դառնում։ Հիշում եք Կոլումբիայի նախագահային Թրամփի հետ հանդիպման ժամանակ, որ նվաստացնում էր Կոլումբիայի նախագահի Թրամփը, եւ դրանից հետո առևանգեց Վենեսուելայի նախագահին, մեղադրելով թե առևանգել են, որովհետեւ ինքը նարկոտիկի տեղափոխման էր զբաղված։ Իսկ Կոլումբիայի նախագահն ասում է, որ ես անձամբ Թրամփին տվել եմ բոլոր տեղափոխողների, բոլոր անձնագործների տվյալները, այն ինչ որ կա, եւ դա կապ չունի Վենեսուելայի նախագահի հետ։ Գցենք։ Իսկ Վենեսուելայի նախագահին գողանալը պետք է ոչ թե որ նարկոտիկի ճանապարհները կանգնացնեն, տեղափոխումը, այլ Վենեսուելայի նավթի համար, որ այսօր Վենեսուելայի նավթը Ամերիկայի Միացյալ Նահանգները վաճառում է, ու այդ փողերը գնում է ուղիղ Թրամփի հետ ասոցացված բիզնեսների հաշիվներին։ Վերջ։ Սենց է լինում։ Ռեկետը։ Իսկ սա երևի այն ցուցիչն է, որ ես պնդում էի, որ եթե մի տեղ էլի չոմ եմա մնացել է, դա մնացել է Եվրոպայում։ Եվ այսպես մի քիչ լսենք։ Extraordinary announcement from Buckingham Palace late today. Prince Andrew soon no longer a prince. King Charles taking action against his younger brother in the wake of the Jeffrey Epstein scandal. James Longman standing by in London. Որպեսզի ամբողջ տեսանյութը չնայենք։ Չարլզը քանի որ եղբայրը այդ ցուցակի մեջ է եւ կինը, եղբոր կինը այդ ցուցակի մեջ են եղել, շփվել են։ Բացահայտվելուց հետո, այս ավելի մանրամասներ իմանալուց հետո, եթե ժամանակին ուղղակի հրաժարվել էր բանից, տիտրոսից, հիմա բոլոր տիտրոսներից զրկել է Չարլզը իր փոքր եղբորը եւ հրահանգել է լքել թագավորական պալատները եւ ինքը այլևս ոչ մի ձևով չի ասոցացվելու թագավորական ընտանիքի հետ որպես խայտարակություն։ Այսինքն է լինում պատասխանատվության ինստիտուտը։ Հարազատ եղբայրը լինի, Եթե դու սկսեցիր խաղալ դա հետ, ուրեմն դու ես նույնը։ Սա եզակի դեպքը չի, բայց սա ամենակարևորն է Եվրոպայում այսօրվա տեղի ունեցածների մեջ։ Հիմա չեմ բնին բանամասն, եթե բանան եմ, ծարսեն դրա վրա, թե որ երկրում Անգլիայում դա եղավ, Ֆրանսիայում եղավ, էլ որտեղ եղավ, մասնակիցներից մարդիկ հրաժարական են տվել։ Իրացանն եղել է դեռ, հրաժարական են տվել։ Ով էլ հրաժարական չէ տվել, հեռացնում էին։ Իսկ սա ամենահզորն է։ Հիմա տեսնենք նորվեգական ընտանիքի ինչ է անելու, որտեղ նորվեգական ընտանիքի անդամներն են ունդը։ Այդ Հանիբալների մարդակերների փարտին արդեն պատկերացնում եք երեխա պղծությունը անցավ երկրորդ պլան։ Այդ ես չեմ ուզում, ուղղակի վախում եմ YouTube-ը արգելափակվի։ Այն մանրամասները, որ ես գիտեմ, ցերեկը մոլս հետ էի խոսում, պատեցի գույնը փոխեց, ես չեմ կարող ձեզ ասել։ Շատ դժան։ Հիմա իմանալուց հետո եղբորը, հարազատ եղբորը ամեն ինչին զրկել է, որ անգելը լքել ընդհանրապես տարածքը։ Թագավորականներ իրենց տարածքը։ Իսկ Իսրայելում շարունակվում է պայքարը։ Գիտեք, ես մտածում եմ, եթե Իսրայելում հաղթի ժողովրդավարությունը, կարող է աշխարհը փրկվի։ Կարող է ավելի հեշտ, քան եթե չհաղթի։ Որովհետև այս ամեն ինչի մասին այսքան մենք խոսացինք, եկել է ու շարունակվում է հենց ընդդեմ։ Ամբողջ այս պատկերացնում եք այդքան կամպրամատ այս մարդկանց վրա։ Այս ամեն ինչը չբացահայտվելու համար, դեռ էլի չկան բան կա, որ չբացահայտված է։ Ասում են դեռ եւս 3 միլիոն H փաստաթուղթ կա, որ կարող է դուրս գա։ Եթեր։ Դուք պատկերացնում եք սրանք ինչքան մարդկանց են այս հանգամանքներով պահել բռի մեջ։ Իսրայելը դրա համար էլ լինելով ցեղասպան երկիր, սա պարզ եմ ասում, ցեղասպան երկիր, որը շարունակում է օրեկան ռեժիմով ցեղասպանություն իրականացնել Գազայում,
ոչ միայն Գազայում, Լիբանանում, եւ ատամները սրած արյունների սպասում Իրանի հարցով, որին Թրամփը ռիսկ չի անում գտնի, ասում են Իսրայելը խեղդում է, Թրամփը ռիսկ չի անում։ Նավատորման դեղ է արդեն սա, պատրաստ ամեն ինչ հաստատվելու համար, ասում են Թրամփը ռիսկ չի անում ուղղակի, որտեղ իրար ասել են, կապար, վատ է լինելու։ Ոչ թե ամերիկացունա վատ լինել, Իրանի հերթիրները Ամերիկա չեն հասնի։ Մեզ ինոգի միջակն է վատ լինելու։ Եվ ամենակարևորը, դեռ կպան Իսրայելն է վերանալու։ Ինչ որ է։ Այդ չարիքի կենտրոն, ցենց ասեմ, պայմանավորում Նետանյայի իշխանությունը պիտի վերանա։ Տարբերզեմ, չեմ ասում ֆիզիկապես, հա։ Դա կարող է անի Իսրայելի ժողովուրդը։ Իսրայելի ժողովուրդը, ես վստահ եմ, որ իրանք էլ գիտեն այս ամեն ինչի մասին, իրանք էլ են կարծում, իրանք էլ են շոկի մեջ։ Ես չեմ հավատում, որ ամբողջ հրեաները այդ մարդու մսի, մարդու արյան կարոտ են։ Ես չեմ հավատում դրան, ես ճանաչում եմ, էլի ես շփվում եմ չէ իրանց հետ։ Եվ վերջերս հավատում եմ մարդու մարդ լինելու։ Այո, մարդկանց մեջ կարող լինեն մի քիչ շատ, մի քիչ վատ շատուտիչ հրեշներ, բայց ոչ ամբողջ մարդությունը։ Եթե Իսրայելում հրեաները կարողանան փրկեն իրենց երկիրը, դա կփրկվի նաև աշխարհը։ Իսկ այս պահին աշխարհը ների ձեռքում իրոք ների ձեռքում է եւ Իսրայելի բարձրագույն դատարանը Նետանյայից պահանջում է բացատրել, թե ինչու միջև հիմա Բեն-Գվիրին ինքը չի երասել աշխատանքից։ Բեն-Գվիրը դա Իսրայելի ներքին գործերի նախարարությունն է, բայց իրաց ներքին գործը դա ոստիկանություն իմաստով չի։ Ներքին հարցեր, ներքին պրոպագանդա, հա։ Բեն-Գվիրն է հենց այդ մարդը, որ ասում է պնդում է, հայտարարում է, որ մեզանից են կոմասկան հրեաներից, բայց այդ էլ ոչ բոլոր հրեաներից, հրեաների մի մաս է, մյուս մասներ են աղբը, այսինքն հրեաներն էլ իրենց մեջ ունեն էլիտա, ըստ Բեն-Գվիրի եմ ասում, էլի, որ հրեաներն էլ ունեն էլիտա, այդ մարդակերների էլիտան է երևի, հա, դրանք իրավունք ունեն մնացածի արյունը խմելու եւ բառացի իմաստ, որ նրանք ուղղակի պետք է ծառայեն որպես հումք դրանք։ Դա ես ուղղակի չգիտեի, որ նաև այդ հումքի մեջ մտնում է նաև ճաշատեսակը, էլի։ Ես մտածում եմ, ինձ աշխատանքի հումք ենք, էլի, իրաց համար ընդամեն, բայց մեր մասով մենյուել ունեն իրանք, ես չգիտեի այդ մասին, լսել էի, չէի հավատում։ Ես իրոք չէի հավատում, ես չափազանցությունը կոնսպիրացիա, ոնց հնարավոր 21-րդ գալու տեսնամին, բայց դե ալտես, որ հնարավոր է ու կար այդ ամեն ինչը։ Հիմա Իսրայելի բարձրագույն դատարանը պահանջում է հաշվետվություն, թե ինչու միջև չես արել դա։ Նետանյահուն բայց ոնց կանի, երբ որ իրանից է կախված, երբ որ երկուսը նույն իդեոլոգիայի կրողներն են, նույն սիոնիստական մարդակերային ռեժիմն է։ Ոնց։ Այսօր նա աղջկա է լսում էի տեսա, ամերիկացի, որ տարիներ առաջ պատմել է, եթերում այսօր գնաց է եթեր։ Թե ոնց էր իրեն ստանը սատանայի պաշտությամբ զբաղվել եւ ռիտուալների ժամանակ երեխա մատաղել։ Սա եզակի բան չի, ինքնախոստովանանք չի, ասում ես լավ երեխա է, չէ, ես կապվի, չէ։ Սա էլ երևի հիշում եք Միսթր Բինի դերասանն է։ Ամերիկա որպեսի մեկը սենց նկար պահեր, բան պետք է լիներ, մեծ համարձակություն պետք է ունենար, որտեղ Ամերիկայում, Բրիտանիայում կարար ամեն ինչ կորցնի, տուն, կարիերա, աշխատանք, բանկային հաշիվներ, որտեղ ամեն ինչ իրաց կողմից է կառավարվում, ամեն ինչը, մենք ինչ ուտենք, ինչ հագնենք, ինչ գնենք, շահառուն իրանք, չգնենք շահառուն իրանք են, կոնկուրենտներից էլ գնենք շահառուն իրանք են, որտեղ ամեն ինչն է իրանցը, բայց դե ինչ կա,
Եվ այսօր ոչ մեկ դրա մասին չի մտածում, որ դա արդեն թաքցնի, որովհետև մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենք հայտնվել են ների ձեռքերում, ոչ միայն Հայաստան, ամբողջ աշխարհը։ Ու դրա համար մտածում եմ գուցե աշխարհի փոփոխությունն է Հայաստանի փոփոխությունը կամ ընկերս կասեր, չէ, աշխարհի փոփոխությունը սկսելու է Հայաստանի փոփոխությունից։ Տեսնենք հունիսի 7-ը ցույց կտա։ Ես չեմ ասում դա հնարավոր չի, ես չեմ ասում չէ, մենք այդ ուժը չունենք, ասում ես տեսնենք արդյոք նեղից ազատվելը կսկսվի Հայաստանից։ Before I say thanks to God, Սա գրեմի վրցանակաբաշխությունից է, ասում միջև ես ասեմ շնորհակալություն Աստծուն, I'm gonna say eyes out the hate. Ես ասում այսին դուրս արի այդ մանի Թրամփի տերորիստական խմբավորումն է։ Ինքը կոչվում է էմիգրանտների դեմ պայքարի վարչություն, կոպիտ եմ ասում, հա, վարչություն։ Դա այսն է։ Դա բայց իրականում Թրամփի տերորիստների խումբն է, որի ինչ ուզում անում է բեսպրիձերը, լրիվ։ Մարդեն սպանում առանց պատասխան տալու։ Hate get more powerful with more hate. The only thing that is more powerful than hate is love. Really, eyes out. The hate get more powerful with more hate. The only thing that is more powerful than hate is love. Դա ասում սովոր են ասում ատելության, բայց ես պետք է ասեմ, որ ավելի մեծ ուժ է, ոչ թե ատելություն, այլ սերը։ Սերն է ավելի մեծ ուժ, քան ատելությունը։ We need to be different. If we fight, we have to do it with love. Ասում ենք պետք է տարբեր լինենք, եթե մենք ուզում ենք պայքարենք իրենց դեմ, մենք պետք է դանենք սիրով։ We're not savage, we're not animals, we're not aliens, we are humans and we Խոսքով ասում մենք կենդանի չենք, մենք աղբ չենք, մենք մարդ ենք։ Մենք մարդ ենք։ Սա գրեմի ժամանակ է ասվում։ Ինչ է նշանակում գրեմի, ինչ է նշանակում այս միջոցառումները։ Սրանք նախ որ միլիոնավոր, 100 միլիոնավոր դիտողներ ունեն եւ բոլոր իրենք այս մրցանակ ստացողները դրանք հեղինակություններ են, որոնք ամեն մեկի հերթին ունի 15 միլիոնավոր հետևորդներ։ Ես դրա համար եմ հավատում աշխարհի փոփոխությանը։ Ես լսելով այս հասարակ մարդկանց, դերասանների, երգիչների, որոնք ասենք Իսրայելի շնորհիվ չի էլի որ ասել են իշխանության կամ հեղինակության, եւ ես իրենց վերաբերմունքն եմ տեսնում ու նայում եմ տեղաշարժերին։ Ես հավատում եմ, որ այս ամեն ինչը կավարտվի 2026-ի վերջին, բայց մինչև վերջ ոնց կհասնենք, այ դա կարևորը։ Եվ արդյոք մենք որպես ժողովուրդ կհասնենք, որպես պետականություն, դա ամենակարևորը։ Լսենք։ Ինչ եք կարծում, պատերազմներում զոհվածների սխրանքը ստաժամույն գնահատված է։ Սխրանքը մեր ժողովուրդն է գնահատում, երբեք չի մոռանալու նրանց հիշատակը։ Մեր երեխեքներն մեզ համար են զոհվել, ցմահ մեր սրտերում մնալու է։ Այ մարդ։ Ով պետք է գնահատի, գնահատողը ժողովուրդն է։ Այդ երեխեքը մեր սրտերում են, մեր համար են զոհվել։ Իմ հայրենակիցն, իմ տեսակն է, իմ միսուարունն է, իմ ցեղից է։ Ու ով սենց է մտածում իմ ցեղից է, ազգանունը կապ չունի, ինչ անում, կամ չգիտեմ, ազգանը բոլորովին էական չի, սենց է մտածում իմ ցեղից է, իմ եղբայրը կամ քույրն է։ Եվ վերջում սա լսենք։ Ուրեմն ամենաշատ գիտնականների թիվ Դանիայում է 8700-ից ավել գիտնական ունեն 1 միլիոն բնակչին հաշվարկով։ Դանիայում 1 միլիոնից 8700 գիտնական է։ Դանիայում
Շվեդիան 8600 է, այդ ցանկում Միացյալ Նահանգները 4800-ի կար։ Միացյալ Նահանգները կրկնակի քիչ ունի միլիոն հոգու հետ կապված, միլիոնի հաշվարկով 4000 ունեն, հատուկ եմ տենց իջնելով գալիս էլի, Ռուսաստանի Դաշնությունում այդ թիվը կազմում է 2700-ի մոտ, Թուրքիայում 2500-ի մոտ։ Պստոն Թուրքիան հասել է Ռուսաստանի մակարդակին, կամ Ռուսաստանն է իջել Թուրքիայի մակարդակին։ Ուրեմն մեր հարևան Ադրբեջանում 1660 հոգի է 1 միլիոնի համար, Հայաստանում 1039, այսինքն 1.6 անգամ Ադրբեջանում ավելի շատ գիտնական աշխատող ունեն, քան Հայաստանի Հանրապետություն 1 միլիոն բնակչի հաշվարկով։ Հասկացանք սա ինչա։ Հիշում եք Փաշինյան Նիկոլը, որ նոր էր դարձել վարչապետ։ Առաջի ակտիվ քայլերից մեկը ոչ միայն մշակույթի նախարարությունը փակելն է, սպորտի նախարարությունը փակելն է, նաև գիտությունների ակադեմիան։ Եվ գնացած ասած դուք ում եք պետք։ Դուք ընդհանրապես սուրճ խմող եք ձեր գրասենյակներում։ Կարելի է մտածել այդ փնթին, այդ դեգեներատը իր խմբագրությունում սուրճ չէր խմում։ Իմիքը կարողացել է իջացնի Հայաստանում գիտությունը մակարդակը ավելի ցածր, քան Ադրբեջանում է։ Ադրբեջանում հաստատ փող է տալի դրա համար Ալիևը։ Ոչ թե ասում դուք ում եք պետք, հաստատ փող է տալի։ Ես հիշեցնեմ, որ պատերազմի ժամանակ ֆիզիկայի ամբիոնի վարիչներ, ֆիզիկայի ամբիոնի դասախոսներ գնացել պատերազմում, սպանվեց ընդ։ Ու պատերազմի ժամանակ նոր բյուջեով իրանց բանդ էր բարձրացած, պարգևավճարը, ոչ թե գիտությունն էր հատկացված, որ պարզ էր պատերազմի ժամանակ սանթվի, որ մենք կորցնում ենք օդի պաշտպանությունում, գիտական բան ասպարեզում նվաճումներով, հա, որ գիտություն եւ բանակ կապ չունեն իրար հետ։ Այդ ժամանակ ոչ թե գիտական բաներն ավելացավ, բանակի գիտության ֆինանսավորումը, չէ, իրանց պարգևավճարներ ավելանում, հենց այդ ժամանակ։ Դեմը պետք է ասել է մենք մեզ վիճակի, որ Ադրբեջանը ավելի շատ կան ունի, քան մենք։ Մենասենք շարունակություն։ Տեղեկացնեմ, որ խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում գործում էր 69-ից ավել գիտահետազոտական ինստիտուտներ, որից մոտավորապես 40-ը գիտությունների ակադեմիայի համակարգում էր եւ մոտ 30 գիտահետազոտական, այսպես կոչված ատրասլիվոյ մասնաճյուղային ինստիտուտներ կային, որոնք շատ փառահեղ արդյունքներ էին տալի ու պատահական չէր, որ ռազմաարդյունաբերության գիգանտներ էին գտնվում Հայաստանում Հրազդանմաշի տեսքով, այն ռոբոտների գործարանի տեսքով, որի մասին մերօրյա քաղաքական գործիչները շատ պրիմիտիվ ձևով են ներկայացնում, էլի, եւ 40,000-ից ավել գիտաշխատող են ունեցել այդ։ Լսեցիք թիվը 40,000-ից ավել գիտաշխատող։ Դա բաժանեք 3 միլիոնի 40-ը 10,000-ից ավել է գալի։ 13,000 հոգի 1 միլիոնին։ Այսինքն մենք 1.5 անգամ ավելի շատ ենք ունեցել, քան Շվեդիան, Դանիան։ Այսօր Ադրբեջանից էլ ենք հետ։ Բայց ես հիմա պետք է հարց տամ, ինչ եք կարծում, Փաշինյան Նիկոլը կարար միայնակ 15 անգամ գցեր, 13 անգամ իջացներ գիտնականների թիվը, գիտաշխատողների թիվը, կարող էր 30 տարի ինչով էին զբաղված սրանք, հենց դրանով։ 30 տարի ես հիշեցնեմ, ես մի անգամ մեր դասախոսներից, պրոֆեսորներից մեկը ապրում են հենց Մերգելյանի ինստիտուտի տարածքում, մեր շենքերով։ Այն վատ տարիներն էր, երբ որ սպիրանցինք իրանց տուն մի առիթով, կինը պատմեց, որ ամբողջ գիշեր չեն կարողացել քնեն, գիտեք ինչի, որովհետև վերևում չխկոց էր, ինչ որ բան էին կոտրում։ Հաջորդ օրն են իմացել, որ իրենց հարևանը գիտնական մահացել է գիշերը, տան պահարանն են կոտրել, որպեսզի դագաղ սարքեն ու թաքուն թաղեն։ Հայաստանում երևի շատ քչերն են հիշում այդ գիշերային թաղումները Երևանի։
որ մարդիկ թաղող չէին անում, փող չունեին, դագաղ չէին գնում, փող չունեին, հոգի հաստ չէին տալի, փող չունեին։ Ասում, ձեզ թվում է ինչ միանգամից հնարավոր էր 13 անգամ գցել գիտական պոտենցիալը Հայաստանի, չէ։ Սա այն է, ինչ որ արեցին այս ասպատակիչները, 4 ասպատակիչները իրենց ոհմակներով։ Ցանկացած մեկը, որ եղել է Նիկոլի հետ, Սերժի, Քոչարյանի, Լևոնի հետ իշխանությունների ժամանակ, ինքը շատ լավ պետք է հասկանա այս ամեն ինչ որ ասում եմ իրանց ա վերաբերվում, նաև մենակ ճիվաղը չի։ Դուք ասպատակիչ եք եղել, ասպատակող Հայաստանը, հայի ազգանունով։ Բոլորովին նշանակություն չունի, որ Նիկոլը ձեզանից վատն է, կամ Նիկոլը ձեզանից այժնաժբույ է։ Սա ես չեմ ուզում որպես վերջապան սենց թողեմ։ Ես ուզում եմ ուղղակի մեզ հիշեցնեմ, որ եթե սա հնարավոր էր այն ժամանակ, կարող է էլի հնարավոր լինի եւ 1 տարի հետո, 10 տարի հետո։ Նայած մենք ինչ կորոշենք հունիս ամսին, կամ միջև հունիս ամիս, տեսեք, հունիսի 7-ը դա ուղղակի վերջնակետն է։ Հունիսի 7-ը վերջնակետն է։ Կամ մենք ունենանք լավ ապագա, շարունակություն, լավ, կամ չենք ունենա ոչ մի բան։ Նիկոլը դա ոչ մի բանն է։ Ի վերջո մի բան էլ ասեմ էլի, եթե մի երկրում ընտրեցին Նիկոլ, այդ վերջը արժանի վերջ է։ Իրոք արժանի վերջ է։ Այդ հասարակության, այդ ընտրողի համար։ Ու սա թույլ չտալու համար պետք է դնել բոլոր ջանքերը գործադրելով։ Բոլոր հնարավոր միջոցները, բոլոր։ Ես ամեն անգամ մոռանում եմ ասել ալիքին աջակցելու մասին, որտեղ ես ուսում եմ խոսալ, ոչ մի բանի մասին չեմ կարող իջել։ Ես մոռանում եմ ասել ալիքին օգնելու ֆինանսապես, տարածելով, ցանկացած ձևով, որով դուք կարող եք։ Բայց դա պետք է։ Մեզ պետք է դա, որ կարողանանք շարունակել մեր գործը։ Սա մի հոգու բան չի, սա թիմային աշխատանք է, որ մենք կարողանում ենք դեռ ապահովել ձեզ համար։ Այսօր համար ես քան լավ մնացեք։